Այս հնարավորություն ունենք նրա խոսքի համաձայն ուսումնասիրելու ամուսնության մասին։ Ով չի սիրում ամուսնության թեման։ Իբր երիտասարդ։ Եթե չեք սիրում այս թեման, ձեր դուրը չի գալի, դուրը ընդեղ է։ Շատ լավ, Էրիկա աչավը։ Ասված փարապանող սիրահետում եւ ամուսնություն։ Եվ պիտի նայենք Հռութի գրքից հոգևոր աստվածաշնչյան սուրբ գրային սիրահետման վրայով։ Հիմա եւ որ սիրահետում ասում ենք երեք խոսանք նրա վրայով, որ հոգևոր աստվածաշնչյան սուրբ գրային սիրահետումը կներառե այդ բոլոր սկզբունքները, որ դանում են դեպի ամուսնության։ Ոչ թե ինչ որ խոսանք դեյթինգի առումով, դեյթինգ չէ։ Եվ պիտի տեսնանք մի օրինակ Բոոսի եւ Հռութի կյանքից, եւ հաստատ գիտեմ, որ ցեզ մենք շատերը կարդացած են այս գիրքը, Հռութի գիրքը, ուսամ կարդացել եք, որտեղ շատ գեղեցիկ գիրք է, դարբեր ցևերով եւ ամուսնության առումով էլ։ Եթե ուզում եք գիտնալ Ազո խոսքից մեկը ոնց պետք է հոգևոր սիրահետում անի, այսինքն ծանոթանա մեկու հետ, ինչպես պետք է լինի, ինչ տեսակ բնութագրի անց պետք է լինի, այդ բոլորը այստեղ են, այս գրքում են։ Եվ շատ ուրիշ բաներ կա, որ այսօր կխոսանք նրա վրայով։ Ուրեմն ասված պարապանող սիրահետում եւ ամուսնություն։ Հիմա բամությունը համատեքստի մեջ դնելու համար մենք կարդում ենք, որ մի զույգ մգար, որ նրանց երկու դղակներով մարդը Էլիմելեկ էր անունը, գինը Նոյեմի, սա Հռութ 1:2 ասում է, եւ երկու զավակներ ունեին։ Եվ այդ երկու զավակները նրանք ծնողքի հետ գնացին Մովաբի երկիրը եւ այնտեղ մնացին, բանտղտացան։ Ինչու դժվար ադեններ էր դադավորների ադենը Կանանու երկրում, Իսրայելում ասենք, եւ սով եղավ։ Եվ նրանք գնացին բանտղտանալու օդար երկիրը, ուր որ հեթանոս տեղ էր։ Եվ բաբությունը ասում է առաջին գլխի մեջ, որ Էլիմելեկ մեռավ, տեղը եկավ, որ ինք մահացավ։ Եվ գինը իր երկու որդիների հետ մնաց։ Եվ նրանք երկուսն էլ Մովաբացի գիներ արին, իբր կին։ Մեկու անունը Որփա էր, իսկ մյուսի անունը Հռութ։ Եվ այս գիրքը, Հռութի գիրքը նրա անունով է։ Եվ Սուրբիկը ասում է 1:5-ում, որ այդ երկու դղեկը, Մալոնը եւ Քելոնը, երկուսն էլ մեռան, եւ այդ կինը զուրկ մնաց իր երկու որդիներից ու մարդուց։ Եվ երբ Ադենը եկավ, որ Նոյեմի լսեց, որ ինք կարա վերադառնալ իր երկիրը, որովհետև հիմա ավելի լավ գարկավիճակ կա այնտեղ, ինք ասեց նրանց երկու հարսերին, գնացեք 8-րդ համար, ցեզից ամեն մեկը թող վերադառնա իր մոր տունը, դերը թող շնորհի ցեզ օրհնություն, ինչպես որ դուք եք արել այն մեռածներին եւ ինձ։ Դերը դա ցեզ, որ ամեն մեկը հանգստություն գտնի իր մարդու տանը, եւ ամփուրեց նրանց, եւ նրանք իրեն ձայնը բարձրացնելով լաց եղան։ Եվ նրան ասացին. մենք ապաճար քեզ հետ կվերադառնանք քո ժողովրդի մոտ։ Եվ Նոյեմին նրանց ասաց. աղջիկներս հետ դարձեք, ինչի համար գաք ինձ հետ, միթե իմ արգանտում ուրիշ տղաներ կան, որ ամուսիններ դառնան ցեզ համար։ Ինչու այսպես ասում է, որովհետև Ազո օրենքի մեջը այդ հնարավորությունը կար, որ երբ հրյամը մահանար իր գինը օրենքի համաձայն Մովսեսական պետք է որ այդ ընտանիքի մյուս տղամարդկանցից հետ ամուսնանա, եղբայրներից մեկը։ Այդ մարդը որ մահացավ, եթե եղբայրներ ուներ, այդ եղբայրներից մեկու հետ պետք է ամուսնանա։ Եվ գինը նրա համար, Նոյեմին նրա համար այսպես ասում է։ Եվ դուք ասեց 13 համարում, մինչև նրանց մեծանալը պիտի սպասեիք։ Դուք դրա համար պիտի զրկվեք ամուսնանալուց։ Ոչ, աղջիկներս, ես շատ եմ ցավում ցեզ համար, որովհետև Տիրոջ ցերքը ինձ հարվածեց։ Հասկանում ա Տիրոջ այդ դժվար նախախնամությունը, որ նրանք մատնվեցին այդ նախախնամության։
Եվ նրանք իրեն ձայնը բարձրացնելով դարձյալ լաց եղան եւ Օրպան համբուրեց իր գեսուրին, իսկ Հրութը մնաց նրա մոտ։ Սակայն Նոյեմին ասաց. ահա քո դակերգինը ետ դարձավ իր ժողովրդի եւ ասվածների մոտ։ Դու էլ ետ դարձիր քո դակերգնոջ ետևից։ Հիմա բամությունը այստեղից կշարունակենք։ Մենք այսօր կնայենք հետևյալի վրայով։ Կտեսնանք գարկմը սկզբունքներ Հրութի կյանքից եւ հետո Պողոսի կյանքից կտեսնանք գարկմը սկզբունքներ, որոնք մեզ բացահայտում են, թե ոնց պետք է լինի, երբ մենք ուզում ենք մեկում հետ ծանոթանալ, այդ նպատակով որ աստվածավայել Սուրբ Քրային ծևով սիրահետման այդ ընթացքի մեջ լինենք ամուսնության նպատակով։ Սա է մեր այս պահի ուսումնասիրությունը։ Եվ Հրութի սկզբունքներից կնայենք առաջ, հետո Պողոսի սկզբունքներից կանդրադառնանք։ Թիմեք, նա ցուցաբերեց նվիրվածություն Աստծուն եւ ընտանիքին։ Նայեցեք, առաջին գլուխ 16-ից 17։ Եվ Հրութ ասաց, հիմա Հրութ Օրպայի պես չարեց։ Հրութ ասաց Նոյեմի, ինձ մի ստիպիր ասաց, որ թողնեմ քեզ եւ քեզնից ետ դառնամ, որովհետեւ ուր որ գնաս, գնալու եմ, ուր որ մնաս, մնալու եմ։ Քո ժողովուրդը իմ ժողովուրդն է եւ քո Աստվածը իմ Աստվածն է ասեց։ Որտեղ որ մեռնես, ես էլ կմեռնեմ եւ այնտեղ կթաղվեմ։ Դերը թող ինձ այսպես ու սրանից ավելին անի, միայն մահը պիտի ինձ բաժանի քեզնից։ Նայեցեք, ինչ տեսակի հոգով կիներ Հրութ։ Ինք լրիվ նվիրվածություն ցուցաբերեց Նոյեմիի իր ընտանիքին, առանց իհարկե իմանալու, որ աբական ինչ կբարունակի նրա համար։ Եթե անձնասեր լիներ, ինք ասեր, ես Որպայի նման գնամ։ Հիմա Որպան երբ ինք գնաց, սա նրա հանցանքը չէր, որ Նոյեմին արդեն ասեց գնա, որ ես զավակներ չունեմ, բայց ինք մտորեց նրա վրայով, բայց Հրութ այդպես չարեց։ Ավելի տեսնում ենք, որ Հրութ ինք ազնվահոգի էր, նվիրվածությունը ցուցաբերեց թե Աստծո հանդեպ եւ թե Նոյեմիի Էլիմելեքի ընտանիքի հանդեպ։ Ուրեմն մեզ համար, մենք որ այսօր հոսենք, ամեն բանի առաջ մեր նվիրվածությունը ումի հանդեպ է, Աստծո հանդեպ է, Աստծո հանդեպ է եւ ընտանիքի հանդեպ է, ինչու որովհետեւ Աստծուց եւ ընտանիքից անկախ որևէ որոշումներ լավ չէ սովորաբար առնելը, երբ մենք ամուսնության մասին մտածում ենք։ Եվ մենք երեք խոսեցանք, որ ամեն բանի առաջ պետք է Աստծո դեմքը խնդրենք աղոթքով, շարունակական աղոթքով, վստահելով նրան, եւ իհարկե ընտանիքն է մեր ծնողները, նրանք մեր կյանքի կարևոր մաս են։ Երեք հիշում եք հարց պատասխանի ժամում դարբեր հարցեր տվեցինք, եթե այսպես լինի, դարբեր սցենարներ, եթե այդպես լինի, ծնողքը այդպես ասե, այդպես անե, մեզ չուզե ամուսնանանք եւ այն, հասկանում ենք այդ բոլորը։ Եվ բարեկաները տարբեր կարան լինել, բայց Սուրբ Քրային սկզբունքը, որ մեր ծնողները հարգենք։ Եվ Հրութ ինք այդպես արեց։ Սա առաջին նկարագրիքից, առաջին սկզբունք նրա բնութագրի առումով, որ տեսնում ենք այս հատվածից։ 18 համարում ասում է, երբ Նոյեմին տեսավ, որ նա հաստատ ուզում է գնալ իր հետ, այլևս նրա հետ ոչ մի բան չխոսեց։ Այսինքն ասեց, օքեյ, շատ լավ։ Սա մեզ բացահայտում է, որ Հրութ ինք հաստատակամություն ուներ, փորձությունների մեջ ցուցաբերեց, որ ինք հաստատ դիրքը բռնած է իր որոշումի համաձայն ընթանումը, հասկանալով, որ իր որոշումը թե Աստծուն բարավորում է եւ ընտանիքի համար լավն է։ Նրա համար այդ հաստատակամությունը կարևոր է։ Եթե այդ հաստատակամությունը չլինի նրա հարկանքի առումով Աստծո հանդեպ եւ այդ հարկանքը, որ ինք ուներ Նոյեմու հանդեպ եւ իր մեռած ամուսնու ընտանիքի հանդեպ, ինք
գարար ասել ասկան դարաբանքը ինձ համար հերիք է։ Ես հիմա պետք է գնամ իմ գլխիս ճարը նայեմ։ Չէ՞, կարար այդպես մտածել։ Բայց այդպես չարեց։ Իր բնութագրի մեջ տեսնում ենք, որ ինք, նայեցեք, մենք այդ տերմինը օգտագործում ենք, որ մեկը որ ինադու բան անում է, չէ՞։ Բայց իր այդ ինադությունը սուկրային է, շիդագ է այս պարակայում։ Եվ նրա համար է, որ երբ ամուսնության նկատմամբ, իհարկե այստեղ սկզբունքը ամուսնության վրայով չէ, առաջնագարկորեն, բայց նրանից մենք գարանք ասել, սկզբից ասպես էր, պետք է ասեիք, ես մարգարետ չեմ կարող եդևս տեսնել, պետք է անդեղից նայեք, այստեղից ես բան չունեմ, չգիտեմ, մի հատ նույն ցևով միացված է, հա, մի հատ նորից արեցեք, չգիտեմ, հա, նորից արեցի, այդպես արեցի, չէ, երևի պետք է էկրանը դուպլիկետ լինի, այդպեսի բամը լինի, մի րոպե ինձ արիտ տվեք, ոչինչ, միա խնդրում եմ գոմնագի ծայներ չհանենք, մինչև որ այստեղը գարամ որոշել ոնց է, Okay, նայենք եթե հիմա լինում է, ստացվեց, շատ լավ, ուրեմն շնորհակալություն, հիմա, ահա, ուրեմն տեսում ենք, որ հրուտ ինք հագարակ գնում է սլայդը, Արչև դանում եմ, ետև գնում է, չէ գադակ չէ, չգիտեմ ինչ, մի քիչ պետք է սպասեք, ոչինչ, տեխնիկային խնդիր, ինքը, հրուտ շարունակելով ինք այդպիսի բնութագիր ցուցաբերեց, որ ինք իր որոշման մեջ հաստատ էր, այսինքն երբ հարցը ամուսնության եկավ, վերջը մենք տեսնում ենք, որ այդ հարաբերությունը ինք տակավին շարունակեց ցուցաբերել, որպեսզի Աստծո եւ իր ընտանիքին նմանավանդ Աստծո բարքի համար եւ ընտանիքի լավության համար բարիք անի։ Ստացվեց, շատ լավ։ Այդ հաստատակամությունը մեր բնութագրի մեջ կարևոր է, որ կարող լինենք գոմնորոշվել, ինչու որովհետև շատ անգամ մարդիկ հարաբերությունների մեջ մտնում են եւ նրանք դեռ վստահ չեն։ Վստահ չեն, եթե պետք է շարունակեն այդ հարաբերության մեջ մնալ կամ ոչ։ Հիմա այս պարակայում հրուտ ինք նրա համար հստակ էր, որ Աստծո պիտի հետևի, քո ասվածը իմ ասվածս կլինի, քո ժողովրդի ասվածը իմ ասվածս կլինի եւ քո ժողովուրդը իմ ժողովուրդս կլինի։ Եվ փորձությունների մեջ, եթե մենք ներկայիս հաստատակամություն բնութագրով չենք ցուցաբերում, կյանքի մեջ, երբ դժվարություններ կան ամուսնության առումով, այնադեն կարող ենք հասկանալ, որ քանի որ մենք արդեն իսկ մարզված չենք, պատրաստ եղած չենք տարիներու ընթացքում, որ համբերադար լինենք, հաստատակամ լինենք, երբ փորձությունների առջև գտնվում ենք, դժվարանա մեր ամուսնական կյանքը։ Այնադեն կարանք սովորել, իհարկե, այնադեն ալ կարանք սովորել, բայց ավելի լավ է հիմակվանից սովորենք։ Հրուտ, ինք այդ փորձությունների մեջ հաստատակամություն ցույց տվեց եւ ինք մնաց իր գեսուրի հետ եւ շարունակեց միասին կալ թեպի խոստացյալ երկիրը։ Եվ վերադարձան, իհարկե նրանք վերադարձան, Աստծո ասում է 1:22-ում, որ հասան Բեթլեհեմ, կարևոր է այդ քաղաքը հիշելը, չմոռանանք։ Բեթլեհեմը, որովհետև ծանոթ անուն է մեզ համար, եւ այս պատմությունը կարևոր դեր ունի Աստծո փրկության ծրագրում։ Նրա համար է, որ այս գիրքը կա, այս գիրքը բարձրապես Աստվածաշնչյան սիրահայտման մասին չէ, առաջնագարկորեն։
ավելի գլխավոր թեմա ունի։ Բայց մեր նպատակների համար սկզբունքային առումով մենք օգտագործում ենք այդ սկզբունքները, որ դենանք թե Ռութի, թե Բոոսի կյանքից ինչ տեսակի մարդիկ նրանք էին եւ մենք ինչ տեսակի մարդիկ պետք է լինենք։ Որպես երբ մեր հերթը գալիս է ամուսնանալու, այդ սիրայդման փուլի մեջ, ընթացքի մեջ մտնելու, որքան պատրաստ ենք։ Եվ մեր հոգևոր փորձառությունները, ամեն օրվա փորձառությունները, մեր նույնիսկ սուրքի կարտալը, աղոտ գնալի, այդ սովորությունները, երկրպագությունը, եկեղեցի գնալը, հավատացյալների հետ շփում ունենալը, ավետարանչությունը, մեղքից հեռու մնալ, այս բոլորը եւ ավելիալ, բոլորը սրանք դեղ ունեն մեր կյանքերում, որովհետեւ մեզ պատրաստեն ավելի եւ ավելի այն օրվա համար, որ Տերը մեզ կտա իր ժամանակին ամուսնության առումով։ Եվ հետո Նոյեմին ասում է իր մարդու կողմից մի ազգական ուներ։ Հավասիկ այստեղը տեսնում ենք Բոոսը։ Եվ շատ հարուստ մարդ էր Էլիմելեքի ազգադոմից եւ նրա անունը Բոոս էր։ Եվ Մոաբացի Ռութը Նոյեմին ասաց. գնամ արդերը եւ ում աչքի առջև ողորմություն գտնեմ, նրա ետևից հասկեր հավաքեմ։ Եվ դա ասաց նրան, գնա աղջիկս, օրենքի համաձայն, ինչու նրանք չկավոր են, այդպես մինչև որ նրանք աշխատանք ունեն, գիները սովորաբար այնադեն աշխատանք չունեին, տան մեջ աշխատում էին իհարկե, բայց չէին կարող դուրս գնալով փող վաստակել, սա սովորական չէր, ուրեմն օրենքը թույլատվություն տալիս էր, որ գիները այսպես կարան անել, գարան գնալ արդերում, ուր որ զորնակ ծորենի հասկեր կան եւ նրանք որ ազո օրենքը այդպիսից որ թույլատվություն տված էր, որ որոշ հատվածներից, տարածքներից նրանք կարային այդ հասկերը հավաքել եւ օգտագործել, որ ծորենը հաց դարձնեն եւ ուտեն։ Եվ Նոյեմի ասաց, որ ես գնամ արդերը, ում աչքի առջև ողորմություն գտնեմ, նրա հետևից հասկեր հավաքեմ։ Նոյեմին ասաց, գնա աղջիկս։ Նա գնաց ու մտնելով մի արդի մեջ հնցվորների հետևից հասկեր հավաքում եւ այնպես պատահեց ասումը, որ նա մտավ այն արդը, որ Բոոսին էր Էլիմելեքի ազգատոմից, պատահեց ազո նախախնամությունը։ Եվ ինչպես որ երեք տեսանք Ծննդոց 24-ից, այնպես պատահեց, որ Եղիազարը, Աբրահամի գլխավոր ծառան, ճիշտ եկավ այն տեղը, ուր Ռեբեկա կլիներ, ջուր կաշելու ատենը։ Ինք եւ մենք եւ հրութել մեզ համար կարող է որոշ աստվածային հանդիպումներ մեզ համար պատահական թվեն, բայց եթե մենք հավատարիմ ապրում ենք Տերոջ շնորհով նրա առջև, Տերը մեզ այդ պատահական թված հնարավորությունները կտա մեզ ամուսնության նկատմամբ եւ հետո օրի մեկը դու անդրադառնում ես, ասում ես, որ Աստծուց էր, պատահական չէր։ Ինչու որովհետեւ Աստծո կով ոչ մի պատահական բան չկա։ Աստված ոչ մի բան, հիմա անգլերեն chance բառը օգտագործում են կամ բախտ բառը, հա? Բախտով բանը չի պատահում։ Աստված ծրագրի Աստված է, ոչ մի բան այս կյանքում բախտ չկա։ Եվ այս բարակային եկավ Ռութ եւ ինք հնցվորների հետևից հասկ էր հավաքում։ Այսինքն տեսնում ենք նրա խոնարհությունը եւ աշխատասիրությունը։ Ինչու խոնարհություն, որովհետեւ ինք նրա աներմորը ասեց ես գնամ հավաքեմ, չէ՞։ Չասեց Գեսուր ջան, դու գնա, դու փորձառուգին ես, կարող է որ մարդիկ ճանաչում ես, սա քո քաղաքն է Բեթլեհեմը, չէ՞։ Դու 10 տարի առաջ այստեղից եկար։ Օրինակ 10 տարի Մոաբում էին։ 10 տարի հետ վերադարձան։ Եվ մարդիկ ճանաչեցին նրան, ասեցին, միտե սա Նոյեմին չէ, Նոյեմին իհարկե ասեց, ինձ Նոյեմի մի կոչեք, ինձ ինչ կոչեք, Մարա, ինչու որովհետև ասեց, ամենագարողը դառնությամբ լցրեց ինձ, 1:20-ում, ինչու որովհետև ինք անդրադարձավ, որ այս բոլորը բադահեց եւ Ազո ցերկը մեջն է, որովհետև ոչ մի դժբախտություն չի պատահում, նույնիսկ հարաբերությունների մեջ էլ, որ Աստված ինք չգիտի կամ իր ցերկը չի։ Այո, մենք սխալ անում ենք մեր հարաբերություններում,
այո մենք մեղքը կործում ենք, երբ մենք սխալ բաներ անենք հարաբերությունների ընթացքում, բայց ամեն բան Տիրոջ ձեռքն է։ Եվ դերը ինք սիրում է Նոյեմին, եւ դերը ինք սիրում է Հրութի, այս բոլորը բայց այն ռոբեյում Նոյեմիի թվում է դարն։ Եվ մեզ համար էլ նույնն է։ Մենք եւ որ անցնում ենք հարաբերության առումով այդ մոմենտներից, որ զգում ենք, որ չի ստացվում։ Ցանկանում ենք այդ երիտասարդի հետ իբր աղջիկ կամ դղամի աղջիկա հետ, որ հարաբերությունը ստեղծենք ամուսնության համար եւ չի ստացվում։ Կարող է որ մեր սրտերը դառնությամբ լեցվին։ Դառնահոգի լինենք։ Հետո ասենք, ես չեմ ուզում ամուսնանալ։ Ինչու՞։ Գիտեք պատճառը։ Որովհետև ինչպես անգլերենով ասում ենք once bitten, twice shy, այսինքն մի անգամ որ մեկը գծեց քեզ, հետո այլևս ամաչում ես, էլի նույն դիրքի վրա գտնվել, նույն վայրը լինել, չես ուզում այդպիսի ցախողություն։ Նոյեմին ցուցաբերեց նվիրվածություն Աստծուն եւ ընտանիքին։ Նոյեմին ցուցաբերեց հաստատակամություն, նույնիսկ փորձությունների մեջ։ Հետապնդեց իր կեսուր մորը, գնաց նրա հետ, ինք անդրադարձավ, որ Իսրայելի ժողովրդի մեջ գնալով հեշտ չի լինում, ինք մովաբացի է, ինք եթե մնար իր ժողովրդի մեջ, կարող է ավելի շատ հեշտ լիներ, բայց այդպես չարեց։ Այդ հաստատակամությունը բնութագրի գիծը, որ կարևոր է, փորձությունների մեջ երբ մենք հարադևող այդ նկարակիրը ցուցաբերենք, իհարկե հարադևել շիդակ բաների հետևից լինելով, այս բոլորը մեզ պատրաստում է մեր աբակա ամուսնության համար եւ իհարկե խոնարհություն ցուցաբերեց իր գեսուր մորը հանդեպ, որքան այսօր հարցեր կան, որ գեսուր մայրերի հանդեպ ոնց վարվում են, դուք գիտեք, երբեմն գեսուր մայրեր կան, որ նրանց հարցերի հանդեպ վատ վարվում են։ Եվ կարևորը, երեք մի քիչ չեմ հիշում ումի հետ խոսում էինք, որ կարևորը, որ եթե քո ծնողքը իբր տղամարդ, քո գնոջ անարդարորեն չարչարում է, դու գիտես ումի պիտի պաշտպանես։ Քո գինդ առաջնագարկ է։ Եվ եթե քո գինդ սխալ է եւ ծնողքը չդագ է, գնոջդ խայդարակ չես անում ծնողքի առջև, մեկ կողմ կքաշես եւ խոսաս դրան։ Եվ նույնպես ծնողքի բիչի բարգանաս, բիչի դրանց վրա այդպիսի խոսքեր ասես, որ գինը տեսնա, որ ոնց անարգում ես քո ծնողքի ալ։ Խոնարհություն եւ աշխատասիրություն ցուցաբերեց, ինչպես որովհետեւ տեսնում ենք երրորդ համարում, որ ինք հնցորների հետևից գնաց, հասկավակեր, սա հեշտ գործ չէր։ Հեշտ գործ չէր։ Աշխատանք կար, քրդինք կար, հոգնություն կար։ Բայց ինք ասեց, ես երիտասարդ եմ, Նոյեմին երիտասարդ չէ, ես կարամ անել սա։ Հաջորդը, տեսում ենք, որ ինք ենթարկվում է Աստծո նախախնամության, ուրգից սա հասկանում ենք, նայեցեք, առաջին 3 համարներում արդեն Աստծո խոսքը մեզ ասում է, որ Հրութ գնաց Այն արդը մի տեսնանք, որ երրորդ համարի վերջը ասեց, որ Բոոսի պատկանում էր։ Երբ Հրութ գնաց, երրորդ համարում նա գնաց ու մտնելով մի արդի մեջ, հնցորների հետևից հասկ էր հավաքում եւ այնպես պատահեց, որ նա մտավ այն արդը, որ Բոոսինն էր Էլիմելեքի ազգադոմից։ Հարազատ է, նույն ազգադոմից է։ Այնպես պատահեց։ Եվ Սուրբ Գիրքը ասում է, այդ մարդը հարուստ մարդ էր, նրանց ազգադոմից էր։ Ուրեմն, Հրութ ինք առանց գիտնալու, նա ենթարկվեց Աստծո նախախնամության եւ կամքին։ Հիմա ինչու սա ուզում ենք ասել, սա մենք մի խոսքով չենք հավելյալ առումով գարթում տեքստում, այնտեղ է, երբ ես ու դու աստվածահաճո ապրում ենք, քայլում ենք ամբիսի ցևով, որ Աստծո կամքի համաձայն է, նվիրված ենք Աստծուն եւ ընտանիքին, փորձությունների մեջ
հաստատակամություն ցուցաբերում ենք, հավատարմություն ցուցաբերում ենք ազուն անթեպ եւ ընտանիքի անթեպ, խոնարհություն ցուցաբերում ենք մեր բնութագրով, աշխատասիրություն ցուցաբերում ենք, Աստված արդեն իսկ մեզ շարունակում է առաջնորդել։ Եվ ինք նրա նախախնամության համաձայն մեզ դանում է այն տեղերը, ուր մենք արդեն իսկ հանդիպում ենք այն անձին ի վերջո, որ իր կամքի համաձայն է, որ մենք ամուսնանանք։ Սա չի նշանակում, որ զորօրինակ կյանքի ընթացքում առաջին անձը, որ դու ուզեցիր ծանոթանալ, կանա սիրում ես, ուզում ես ամուսնանալ նրա հետ, նա էլ Աստծո կամքն է։ Չէ, բայց Աստված քեզ պատրաստում է այդ փորձառությունների միջոցով, որովհետեւ դու ապակայի համար ավելի եւ ավելի պատրաստ լինես լավ ամուսնություն ցերցկել։ Եվ սա կարևոր է։ Ուրեմն երբեք չասենք եղբայրներ, քույրեր ջան, որ մեր ցավալի փորձառությունները, երբ այդ տղան մերժեց ինձ, ինքը ով կարծում է ինքն է։ Ինչ է ինքը, ումի դղան է, այդպես չասենք, դերը այդպիսի արեց, որ մենք որոշ դասեր սովորենք, նույնիսկ այդ դժվար իրադարձության միջոցով, երբ մերժվեցար դու։ Այո, ես չեմ ասում, որ շատ ուրախանալի բան մն է, հասկանում եմ, այսինքն անցած եմ այդ փուլից, երբ 20-ներու սկիզբն էի, առաջին փորձը արեցի, մի աղջիկա հետ չստացվեց։ Հետո քանի տարի հետ էլի փորձ մարեցի, չստացվեց, էլի ուրիշ փորձ մարեցի, չստացվեց։ Մինչև որ դերը ինձ Հայաստան բերեց եւ իր կամքը հայտնեց։ Բայց Աստծո նախախնամության մեջ այդ բոլոր մյուս հանդիպումները ամուսնության համար Աստված իր նպատակ ուներ, որ ինձ դասեր սովորեցնե։ Եվ փառք Աստծո։ Եվ նրա համար է, որ երբեք չնախադենք, օ մենք ցախողած փորձառություններ ունենք, ասենք ովի եղբայր ջան, չգիտես, չգիտեմ։ Բայց երբեք ցախողած մի սեպեք, որովհետև դերը մեզ սովորեցնում է, պատրաստում է եւ իր նախախնամության ենթարկվելը սա հոգևոր բնութագրի առողջ հայտնաբերում է։ Եթե լավ հոգևոր բնութագիր ունես, կհասկանաս, կընդունես, որ սա Աստծո կամքի մեջ է, ընդունեմ սա։ Եվ այստեղ իհարկե դերը պատրաստում է հրութի աբակայի նրա ամուսնության վերաբերյալ։ Դերին չգիտի։ Հաջորդը տեսնում ենք 8-ից 13 ամառները նրա երախտագիտությունը եւ մեր մողքին։ Մի քիչ հետ կգանտրատարնանք մյուս միջանկյալ համարներին, բայց 8-ից 13 ասում է եւ Բոոսը ասաց Ռութին. աղջիկս հասկաբակելու համար ուրիշի արդը չգնաս։ Ինչու՞ որովհետեւ Բոոսի մոտ եկավ, Բոոսը իրեն ծանոթացավ, ասավ ուրիշի մոտ չգնաս եւ այստեղից էլ չհեռանաս։ Ագը մնաս այստեղ իմ աղջիկների մոտ։ Թող աչքդ նրանց հնցած արդի վրա լինի եւ գնա նրանց հետևից։ Ահա բադանիներին բադվիրել եմ, որ քեզ չտպչեն, այսինքն սերական առումով քեզ հետ ովևիցե վարապետություն չունենան։ Սա է ասածը։ Եվ երբ ծարավես, գնա ամանների մոտ եւ խմիր բադանիների դուրս կաշած ջրից։ Բադանիները նրան աշխատավորներն են։ Աղջիկն ընկավ, նայեցեք նրա երախտագիտությունը։ Աղջիկն ընկավ երեսի վրա եւ մինչեւ գեդին երկրբակելով նրան ասաց. Ինչից է որ ես շնոր եմ գտել քո աչքերի առաջ եւ դու ճանաչում ես ինձ։ Չէ որ ես մի օդարգին եմ, ինչու Բոոս արդեն գիտեր որ ինք ով է։ Մովաբացի է։ Ով եմ ես ասում։ Բոոսը պատասխանեց եւ նրան ասաց. Ինձ պատմել են այն ամենը, ինչ քո մարդու մեռնելուց հետո դու արել ես Գեսուրիտ համար եւ թե ինչպես թողել ես քո հորն ու մորը եւ քո ծնված երկիրը եւ եկել ես այս ժողովրդի մոտ, որին առաջ չէիր ճանաչում։ Թող դերը քեզ ադուցի քո գործերի փոխարեն եւ թող արադորեն քեզ տրվի քո վարձք Իսրայելի ազգոմից, օրհնություն է տալիս նրան, որև դու եկար, որ աբաստան գտնես նրա թևերի տակ։ Եվ նա ասաց, Ռութ ասաց. Տեր իմ, թող ես շնորհ գտնեմ քո աչքերի առջև, որով դու մխիթարեցիր ինձ եւ քաղցրությամբ խոսեցիր քո աղախնի հետ, թեև ես աղախին էլ չեմ քո աղախիներից մեկի պես։ Լսում ենք նրա երախտագիտություն եւ մեր մոքին։ Իհարկե Բոոսի վրայով շատ բաներ կա գարան քաղել, իբր սկզբունք բնութագրային այդ հատվածներից։
Բայց տեսում ենք ինչ տեսակի անձեր Ռութ։ Շարունակելով երրորդ գլուխը նայեք առաջին 6 համարները։ Տեսում ենք նրա հնազանդությունը Ազո առաջնորդության նկատմամբ։ Առաջին 6 համարները երրորդ գլխի։ Եվ նրա գեսուրը Նոեմին նրան ասաց. աղջիկս, ես քեզ համար հանգստություն եմ ուզում։ Ուզում եմ ամուսնանաս, այսինքն, որ լավ լինի քեզ համար։ Ահա Բոոսը մեր ասկագաներից է, որի աղջիկների մոտ էիր։ Անա այս գիշեր գալում գարի է գալսում։ Եվ դու լվացվիր եւ Քրիստիան Դիոր, Գուչի, յուղով օծվիր, հագուստներդ հագիր եւ իջիր գալը։ Բայց մի հայտնվիր այդ մարդուն, մինչեւ որ ուդելը ու խմելը վերջացնի։ Եվ երբ գնա քնելու, իմացիր նրա բարգացտեղը եւ գնա ծածկոցը բաց նրա ոտքերի գոմից ու բարգիր։ Եվ նա քեզ գիմացնի, թե ինչ պիտի անես։ Հրութը նրան ասաց. ամեն ինչ որ ասել ես ինձ կանեմ։ Նա իջավ գալը եւ ամեն ինչ արեց իր գեսուրի բադվիրածի համաձայն։ Նայեցեք, թե ինքը հարկալիցորեն ենթարկվում է այդ առողջ խորհրդին, որ իր գեսուրը դալիս է, այստեղ տեսնում ենք, որ ինքը հարկում է իր երեցի, իր գեսուրի, իր աներմորը այդ առողջ կապարը։ Եվ սա կարևոր է։ Չասենք, որ դու ձերգին ես, դու ինչ գիտես։ Ամուսինդ մեռավ, երեխաներդ մեռան, եթե կարողանայր, կարող էր նրանց ողջ պահեիր, բամը չես կարող անել։ Չէ։ Սա առողջ խորհուրդ է, Ազո խոսքի համաձայն է այդ պատվերը, եւ նրա համար է, որ մենք ասում ենք Ռութ հնազանդություն ցուցաբերեց Ազո առաջնորդյան, որով Ազո խոսքի համաձայն ինքը արեց։ Ազո օրենքի համաձայն ինքը արեց, այդ դակրի օրենքը, որ գար հին ուխտում, սրա մասին է, որ երբ ինչպես ասեցինք մի քիչ առաջ, երբ մեկը մեռնի, նրա գինը օրենքով պետք է ամուսնանա, հրեական օրենքով, մովսիսական օրենքով, պետք է ամուսնանա նրա դակրերին մեկի հետ, իհարկե ենթադրելով, որ նա եղբայր ուներ, մեռնողը եղբայր ուներ։ Եվ Ռութ ինքը հնազանդություն ցուցաբերեց Աստծո առաջնորդության, եւ այդ աստվածահաճո առաջնորդությունը տեսնում ենք նրա կյանքի ընթացքում, որ ինքը հնազանդ աղջիկ է։ Ազո խոսքից դուրս որ գանք, սիրելիներ ջան, ովի ապահովություն չունենք, երաշխիք չունենք, որ Աստված ինքը կորտնի մեր որոշումները։ Ինչ ասեց, ես դեռ երիտասարդ եմ, ինչու համար դարեցի այդ ամուսնանամ։ Բոոսը տարիքոտ մարդ էր, երիտասարդ չէր Ռութի նման։ Ռութ դակավին երիտասարդ էր։ Բայց օրենքի համաձայն գիտեր, ինչու որովհետև Նոեմին արդեն հասկացրեց ումի մոտ ուղարկումը։ Ռութը հասկանում էր Ազո օրենքի բանջը եւ ինքը ենթարկվեց Ազո օրենքին։ Ուրեմն կարևոր է, որ մենք Ազո օրենքին եւ առողջ խորհրդին ենթարկվենք։ Եվ իհարկե մաքրություն եւ ազնվություն ցուցաբերեց 9-րդ համարում։ Եվ գիշերը Բոոս արտնցավ, դեսավ որ գինը բարգել է նրա ոտի մոտ, ինք ասաց դու ով ես։ Գինը ասաց ես քո աղախին Ռութն եմ, քո գղանցքը դարածիր քո աղախնի վրա, սա նրա ձևն էր ասելու, որ ընդունում եմ քո առաջարկը Ազո խոսքի համաձայն, որը Բոոսն էլ ինք շատ լավ գիտի այդ օրենքը ինչ է։ Մի տեսնենք մի քիչ հետքը։ Եվ ասեց քո գղանցքը դարածիր քո աղախնի վրա, որովհետև դու իմ մոտ ազգականն ես։ Նայեցեք, Ռութ ինքը այսպես ջիլվաներ չի անում։ Ջիլվա գիտեք ինչ է։ Չգիտեմ եթե մենք Հայաստանում օգտագործում ենք, այսինքն ջիլվա, այսինքն երբ որ աղջիկ նազդուզը գիտեք ինչ է։ Հա, նազդուզ, դες մեկը գա որ հասկանում է։ So, այսինքն չի անում, բոս ջան դու ոնց ես, ինձ սիրուն է քո շորը, ինձ սիրուն է քո մազերը կամ չէ։ Ինք մոդենում է Ազո խոսքի համաձայն։ Երբ դու մոդենաս քո դերգամի այդ աբակայի ամուսնու կամ գնոջը, թող քո մոդեցումը ամենաառաջ դերը փառավորող Ազո խոսքի համաձայն լինի։ Մենք չենք ասում, որ մենք հատված համար ունենք Սուրբ գրքից, որ
մեզ վերաբերյալ է ուղղակիորեն։ Չէ, սրա մասին չեն խոսում։ Հապա բայց Աստծո խոսքում երեք ալ տեսանք, այսօր տեսնում ենք եւ դակավին կտեսնենք այդ սկզբունքները, որ սովորում ենք, վերհիշում ենք Աստծո խոսքից, մեզ արդեն նրանք ցույց տալիս են, որ մեր մոդեցումը Աստծո խոսքի համահունչ պետք է լինի։ Եվ Ռութ այդ մոդեցումը ցուցաբերեց։ Սա շատ կարևոր է։ Ինք ասեց, որովհետև դու իմ մոտ ազգականն ես ասեց, մաքրություն ցուցաբերեց, ազնվություն ցուցաբերեց։ Իր ամեն ռածը շիդակ սուրբ կրային ցևով է։ Եվ հետո նայեցեք 10-րդ համարից, նա էլ ասեց, օրնյալ լինես դու Տիրոջից, աղջիկս քո վերջին լավությունը մեծ է առաջինից, ինչու առաջինը ինչ էր, երբ ինք Նոեմի հետևից եկավ Բեթլեհեմ, որովհետև դու եւ վերջինը այս արարքը ամուսնության առումով օրենքի համաձայն, որովհետև դու չգնացիր ոչ աղքատ եւ ոչ էլ հարուստ երիտասարդների հետևից։ Եվ հիմա աղջիկս մի վախենա, նայեցեք աղջիկս ասում, ինչու դարիքով ինքը ավելի մեծ է։ Հիմա դղեկ ջան, եւ որ աղջիկա մեջ դուրս գնաք, աղջիկս մի ասեք, հա։ Սա արդեն իսկ գչեղարգե այդ ձեր բոլոր ցանկությունը, այդ բոլոր հանդիպումը, որովհետև դու չգնացիր ոչ աղքատ, ոչ հարուստ երիտասարդների հետևից, եւ հիմա աղջիկս մի վախենա, ինքը որ դարեց էր, բախտադած Ռութի, դու ինչ որ ասես ինձ գանեմ քեզ համար, որովհետև այս քաղաքի ամբողջ ժողովուրդը գիտի, որ դու Արաքինի գին ես։ Հիմա չենք ուզում մեջը գնալ, թե միթե Բոոսը ինքը ժամանակին ամուսնացած էր, հիմա այրի մարդ էր, կամ երբեք ամուսնացած չէր, դա երկրորդական թեմա է։ Մի բան հստակ է, որ ինք իրավասություն ունի օրենքի համաձայն բոլոր քաղաքի արչև 4-րդ գլխի մեջ կտեսնանք սա, որ ինք իրավասություն 100%-ով Աստծո խոսքի համաձայն ամուսնանալու։ Նրա համար քաղաքի ծերերը, որ այնադեմվա առաջնորդներն էին, ժողովրդի խորհրդատուներն էին, նրանք օրհնությունը տվեցին Բոոսի։ Եվ Արաքինի ամփավ ուներ Ռութ, ինչի որ տեսնում ենք ուրիշը նրա կովեց։ Ուրիշը նրա կովեց։ Ռութ այդպեսի բնավորություն ուներ եւ այդ համբավը ամեն մարդ դեղյակ էր նրա վրայով։ Եվ Բոոս իհարկե ամենակարևորը որ Բոոս գիտեր։ Եվ ասում է հետո 11 համարում, որ այս քաղաքի ամբողջ ժողովուրդը գիտի, որ դու Արաքինի գին ես։ Տեսակ։ Ամբողջ ժողովուրդը գիտի։ Մարդիկ խոսում են, որ նա ինչ լավ աղջիկ է, ինչ լավ աղջիկ է, ինչ լավ աղջիկ է, եւ մեր երիտասարդները քնած են այստեղը։ Ես բամը չասեցի։ Տիրոջ կամքին սպասելու համբերատարություն, սա վերջինն է նրա կողմից, 3:18-ում տեսնում ենք, եւ Նոյեմին ասաց աղջիկս նստիր, մինչեւ որ իմանաս, թե այս գործը ինչպես պիտի վերջանա։ Տերը պիտի հայտնի, համբերի, որովհետեւ այդ մարդը մինչեւ որ այս գործը չվերջացնի այսօր, չի հանգստանալու։ Տեսնում ենք, ինք իր գործը գիտի, Նոյեմին ասեց, ինքը արդար մարդ է։ Դու համբերիր, նստիր, հանգստացիր, Տիրոջ կամքին սպասելու համբերատարություն պետք է ցուցաբերենք։ Երբ մենք ցանկանում ենք ամուսնանալ, մենք մեր ծևերով ուզում ենք շուտով ամուսնանալ, բայց քան թե սպասենք Տիրոջը, որ Տերը ավելի հայտնաբերե, միթե սա իր կամքի մեջ է կամ ոչ։ Սա չի նշանակում, ինչպես երեք երեկոյան այդ հարցը դրվեց, հարցու պատասխանի ժամանակ, որ քանի տարի սպասենք, քանի տարի զորնակ միասին դուրս գնանք։ Մենք սրա մասին չենք խոսում։ Դրամատություն պետք է օգտագործենք։ Եթե նպատակը ամուսնություն է, դե պետք է կա, որ աղջիկան ասես, աղջիկ ջան, նայե ցավդ տանեմ, ես ուզում եմ գիտալ, 3 տարի է դուրս գնում ենք, մարդիկ խոսում են, այլևս պետք է այո կամ ոչ, ես չեմ ասում այդպես ոնց որ զենք բռնած ես նրա գլխին, ոչ։ Այսինքն դեմը գալիս է, որ աղջիկն է իրավասություն ունի հարցնելու։ Տղա ջան, աշխատ տարի է միասին մենք ծանոթացել ենք, մեր նպատակը բոլորի հստակ է, որ մենք ուզում ենք ամուսնանալ։ Երբ դու մադանին պիտի բերես, բայց չունես այդպես ասելու, դղան պետք է հասկանա։ Եթե այսօր դղակներ ջան այստեղը եկակ առանց մադանի բերելու, ցավալի է ձեր վիճակը։ Հիմա մի քիչ Բոոսի մասին խոսանք։ Արդեն իսկ նրա վրայով մի քիչ արձարծեցինք։ Երկրորդ գլուխ 8-9 համարները։ Երբ Ռութ ինք եկավ այդ դաշտը վայրը, Բոոս ասաց Ռութին, ահա աղջիկս հաս կավակելով համար ուրիշի արդը չգնաս, այստեղից չերանաս, իմ աղջիկների մոտ գմնաս,
թող աչքը նրանց հնցած արդի վրա լինի եւ գնա նրանց հետևից։ Բադանիներին ալ բադվիրել եմ, որ քեզ չտպչեն, վնաս չհասցնեն քեզ, եւ երբ ծարավես, գնա ամանների մոտ խմիր եւ բադանիների դուրս գաշած ջրից։ Եվ 14-15-ում տեսնում ենք Բոոսը ասեց գերագրի ժամանակ նրան ասաց, ինչու ինքն ալ նստավ, Ռութա նստավ, այնտեղը ուտում էր, մոդեցիր ու հաց կեր, եւ բադարը թաթախիր քացախի մեջ։ Ռութ նստեց հնցվորների մոտ։ Բոոսը հեղի տվեց նրան, նա էլ կերավ, գշտացավ եւ ավելացածը պահեց։ Եվ երբ վեր գացավ հասկավակելու, Բոոսը իր բադանիներին բադվիրեց ասելով. թողեք, խրձերի միջից էլ հավաքի եւ մի ամաչեցրեք նրան, այսինքն այդ խրձերը որ հավաքված են, նրանցից էլ թող հավաքի, վնաս չունի։ Այսինքն մի խոսքով տեսնում ենք նրա բարությունը, բարի բնութագիր եւ առադացերնությունը։ Հիմա մեկը կարա ասել, բայց ով է եղբայր, մենք արդեն հասկանում ենք ինչ պատահում է այստեղ, աչք ունի աղջիկա վրա։ Թող, սխալ բանը չկա։ Ինքը ամենամաքուր ցևով աղջիկան բարություն ցուցաբերում է եւ առադացերնություն։ Ամեն բանի առաջ մենք գիտենք, որ ինքը հասկացած է, որ Ռութ ով է։ Իր հասկագիծն է, իր հարազատ բարեկամներից է։ Եվ սա նրա պարտականությունն է, ինքը դակավին այստեղ ամուսնալու մասին թեմա չկա։ Մենք գիտենք, օրենքի համաձայն Նոեմին էր, որ դրթեց Ռութի ինչ անի 3-րդ գլխի մեջ, մի քիչ հետ կելի կանդրադառնանք այդ թեմային, եւ հետո Բոոս ասեց կանեմ։ Արդեն իհարկե ինքը մտածած էր օրենքի համաձայն լավություն անել, շիդակ անել, ազոխոս կհարկել, բադվել եւ ամուսնանալ։ Հետո տեսնում ենք նաեւ, որ բարդավորվածությունից վեր ինք նախադեсվող օգնություն դվող էր։ Արդեն մի քիչ կարտացինք 8 եւ 9 ամառներում երկրորդ գլխի 10-11-ին ասեց եւ որ 10-11-ում եւ որ Ռութը ասեց, այսինքն ինչու ինձ շնորհ եմ գտնելու քո աչքերի առաջ։ Դու ճանաչում ես ինձ, գիտես որ օդարգին եմ։ Բոոս ասեց, նայեցեք, Ռութ ջան, ինձ պատմել են այն ամենը, որ դու արեցիր քո մեռած մարդու ընտանիքի հանդեպ։ Եվ ինչպես քո աներմորի հետ եկար այստեղ թողելով քո հայրը եւ մայրը եւ այս ժողովրդի մոտ եկար։ Այսինքն տեսնում ենք, որ ինք այդպիսի բաներ անում է, որ իր բարդականությունից վեր, քանո հետո տեսնում ենք շարունակում ենք 15 ամառում եւ երբ ասում է վեր գացավ հասկավակելու, Բոոսը ասեց թողեք խրձերի միջից էլ հավաքի։ Մի ամաչրեք նրան։ Եվ խրձերի էլ նրա համար գեդին գցեց, տեսեք խրձերից գեդին գցեց եւ թողեք ասեց, որ հավաքի եւ մի հանդիմանեք նրան։ Ասի մի խոսքով ինք իր բարդականությունից ավելին ալ ուզում է անել։ Եվ դղա մարդը այսպեսի պետք է լինի աղջիկա անտեպ։ Հիմա սա ինչ ցուցաբերում է, առադացերնություն, ինք իր մե ագնգալածից ավելի անում է աղջիկան համար, որ աղջիկը տեսնա, որ ինք ինչ տեսակի մարդ է։ Սա բարձրապես շոաֆություն չէ։ Շոաֆություն գիտեք ինչա, չէ՞, ցուցաբերության համար, որ աղջիկը տեսնա, որ ես նրա ոնց որ այսօր դարի զորոնակ, որբեսի զորոնակ կենտրոնում շերեփի մոտ միասին հաց ուտենք։ Բայց երբ ամուսնացավ աղջիկան հետ, ինչ շերեփ, ինչ բան։ Այլևս շարմայի, այսինքն արագ սնունդ ուտելու չի դանում ինձ։ Այդպես պետք չէ լինի։ Ընթագարակը դարներու ընթացքում եղբայրներ քույրեր ջան, առողջ ամուսնության մեջ ավելի եւ ավելի սիրտը կապվում է քո գնոջը կամ քո ամուսնուն։ Այդպես պետք է լինի։ Մենք գիտենք, որ վայելչությունը, ինչ որ արագների 31-ում ասում է, ունայնություն է։ Ինչի որովհետև այսօր կա, վաղը չկա, բայց երկու անցիկ երբ ամուսնության հոգով միացած են, ավելի եւ ավելի քեզ համար քաղցր դառնում է քո գինը կամ քո ամուսինը։ Այդպես պետք է լինի սուրբկրային օրից, սուրբկրային առումով։ Հրութ 3-ում նայեցեք ինչ կասի ասո խոսքը։ Հրութ 3-ում Բոոսը իր բաժինը երբ որ անդրադարձավ, որ Հրութը իր ոտքերի առաջ բարգած է 3:14-ի երկրորդ մասից, եւ Բոոսն ասեց, ոչ մի մարդ ասեց, նայեցեք, չիմանա, թե գալում գին է եղել, հետո խոսանք սրա վրայով, նաեւ ասեց, վրայից ծածկոցը բեր եւ բռնիր ինձ։ Եվ Հրութ բռնեց այն, եւ նա 6 չափկարի չափեց, եւ նրա շալակը դվեց, ինքն էլ քաղաք գնաց, այսինքն էլի տվեց նրան առադացերությունը։ Այդ
իր բարդավորվածությունից ավելի օգնություն տվեց, այդպիսի անձեր։ Հետո ինք դարբերարգող ունակություն ուներ եւ հոգեվոր առաջնորդության մարդ էր։ Սա կարևոր է։ Եթե տղամարդը հոգեվոր առաջնորդ չէ իր տան մեջ, խնդիրը ասա։ Հոգեվոր առաջնորդ ինչ ասել է։ Ասել չէ որ պետք է քարոզիչ լինի։ Մեկը որ պետք է աղոթի իր ընտանիքի հետ։ Ազող մասին խոսա, սուրբի կարդա։ Եկեղեցի գնա իր ընտանիքի հետ։ Այսպիսի բաներ պետք է անի, իբր հոգեվոր առաջնորդ։ Վերահսկի, հսկի, ավելի ճիշտ է, իր ընտանիքի հոգեվոր առողջության վրա։ Հռութ 2:4-ում նայեցեք, երբ առաջին անգամ տեսնում ենք Բոոզ գալիսը, Բոոզը Բեթլեհեմից եկավ ասում է 2:4-ում ու հնցվորներին ասաց. Ինչ անում եք։ Այդ բարգը այնտեղ մի տեղատրեք։ Հունց կայստեղ բերեք, սավանդի մանել, այդպես ասում է, ոչ, ասում է, դերը ցեզ հետ։ Եվ նրանք պատասխանեցին ասելով, դերը քեզ օրհնի։ Հոգևոր առաջնորդությունը ստրգություն չէ։ Նույնպես, դանը հոգևոր առաջնորդը լինելով տղամարդը, այսպիսի վարմունք պետք է ցուցաբերե։ Ես բոսն եմ ընտանիքին։ Դերը դրեց ինձ բոս ընտանիքին, չէ, դերը չդրեց բոս ընտանիքին։ Դերը քեզ դրեց ընտանիքի բոլորին ծառան, եթե մեկ ուզում է առաջինը լինել, բոլորին ծառան պետք է լինի, ասում է Աստծո խոսքը։ Սկսյալ գնոջի հետ, զավակների հետ։ Եվ ասում է այստեղ, որ ինքը եկավ օրհնությամբ, դերը ցեզ հետ։ Նրանք էլ ասացին, դերը քեզ օրհնի։ Նրա համար տեսնում ենք իր հոգևոր առաջնորդությունը այստեղ։ Եվ հետո 11-12 ամառներում, որ արդեն գարտացինք, տեսանք, որ իր վկայությունը ինչ է Հռութի վրայով, որ ես գիտեմ եւ ամեն մարդ գիտե Բեթլեհեմում ինչ տեսակի առաքինի գինես դու։ Գիտենք, բոլորս էլ։ Այսինքն ինք այդ դարբերարգող, զանազանող ունակություն ուներ, որ կարողանաս գիտնալ դիմացի անձը ամուսնության առարկա է կամ ոչ։ Շիդակ ցևով։ Ամուսնության համար է կամ ոչ։ Չէ՞ թե ոչ, սիրուն դեմք ունի, սիրուն դեսք ունի, սիրուն հակած է, սիրուն անշահոտ ունի, սիրուն ասե, սիրուն անե, չենք վերջանում սիրունից, կամ դղան, լավ դղա է, բոյով դղա է, բոյով դղաները տեսած ենք, ավելի գարջեր, ավելի ավդարիմ են շատ ատեն, գատակ եմ անում, անի ասված գիտե, ուրախ եք, եթե հասակով շատ բարձր չեք, և խոնար մնացեք, եթե բարձր եք, և ագարակն էլ, հասակից կապ չունի, դերը ասեց Սամվելի, դերը դրսից, ինչու, երբ որ առաջին զավակ եկավ Հեսեի, բարձրահասակ էր Աստծո խոսքը ասում է, դերը ասեց Սամվելի, դերը մերժած է նրան, դուրսի մինա էր, այնադեն 17 տարեկան Դավիթի ընդրեց, այս Դավիթ եղբայրը 17 չի, ավելի մեծ է, և ամուսնացած է, այնտեղ ուրիշ եղբայրներ կան, Դավիթ կա, ուրիշ արգարելի կա, ուրեմն հոգևոր առաջնորդության եւ հոգևոր ունակության ինքը մարդ էր եւ անգերձ էր եւ բադվավոր մարդ էր ուրգից գիտենք սա նայեցեք 3-րդ գլխի 6 համարից երբ եկավ Հռութ այդ գիշեր եւ Բոոսը գերավ խմեց սիրտը զվարթացավ ասում է իհարկե գինի խմեց երևի գնաց բարգելու դիզված գարու մոտ Հռութը գամացուկ մը գնաց եւ ծածկոցը նրա ոտքերի կողմից բացեց ու բարգեց իր ոտքերի հոն Եվ գեսկիշերին մարդը վախեցավ, այսինքն կարող էր, որ ինչ կասեն, ինֆակտ, ինսուլտ, heart attack ունելա, սրտի գաթված ունելա։ Դու ով ես, գիտես, գեսկիշերին վախեցավ, թեքվեց ու տեսավ, որ իր ոտքերի մոտ մի գին էր բարգել։ Կարող է մարդը չի ավադած իր աչքերին, եթե բամը տեսավ։ Եվ ասաց դու ով ես, գինը ասաց, ես քո աղախինը Հռութն եմ։ Քո գղանցքը դարածիր քո աղախնի վրա, որովհետև դու իմ մոտ ազգականն ես։ Եվ գիտենք ինչ պատասխանես, օրնյալ լինես դերոջից, աղջիկս, որ դու այսպես բան արեցիր, մի վախենա 11 համար, որ ես պիտի անեմ, ինչ որ պետք է անեմ, որը դու առաքինի կին ես, 12 համար, հիմա արդարև, ես քո ազգականն եմ, բայց նայեցեք իր ազնվությունը, անգելությունը, բադվավոր լինելը, ինձնից ավելի մոտ ազգական էլ գա, օրենքի համաձայն, բադվավոր մարդ է, Աստծո օրենքը հարգող մարդ է, չի ասում, որ ես ասպես երիտասարդ աղջիկ կդա, առաքինի գին կդա, հիմա ինչպես ես սա գնամ ուրիշի դամ, այդպես բան չի կա, ինք որովհետև Աստծո վստահում է, եթե ինք ասված պատվե, ասված իր ունելիքը գանե,
Եթե ասված ասեր չէ, Բոոզ ջան, հրուտը քեզ համար չէ, հարցը կփակվեր այնտեղ։ Եվ ինք բայց ասեց հրուտի, ինձնից ավելի մոտ ազգական էլ գա, ազգիշեր, այստեղ գաց, եւ եթե առավոտը նա իր ազգականության բարդավորությունը հադուցულ ուզի, լավ, թող հադուցի, բայց եթե նա չուզի ազգականության բարդավորությունը հադուցել քեզ, օրենքի համաձայն Աստծո, այն ժամանակ ես կհադուցեմ գենթանի դերը մինչև առավոտ բարգիր այստեղ։ Եվ նա բարգեց, եւ այն, եւ հետո նայեցեք ինչ ասեց։ Առավոտուն մեկնելու ադեն եւ առնցավ, Բոոզը ասեց նրան, ոչ իմար չիմանա, թե գալում գին է եղել։ Նաեւ ասաց վրայից ածկոցը բեր եւ բռնիրան։ Իմանացեք, Բոոզը այստեղը, Բոոզ Արաքյալ պիտի ասեի, Բոոզ այստեղը ինք բադվավոր մարդ է։ Թիմեք, օրենքի համաձայն ինք ուզում ա որ մյուս անձը առաջ ինք այդ ընդրությունը ունենա, հա? Եվ երկրորդ տեսում ենք, որ ինք սխալ բամը չեր արած, գինը եկավ իր մոտ, օրենքի համաձայն իրեն ասեց, որ դու պետք է օրենքը կատարես Աստծո խոսքի, քո բարդականությունն է սա, բայց միևնույն սա չի նշանակում, որ Բոոզ արդուն արտնցավ եւ բոլորի առջեւ այսպես կանգնեց, ժողովուրդ ջան, գիտեք, երեք երդասարդ աղջիկ մի մոտս էր։ Չէ, սա սխալ կլինի։ Նույնիսկ եթե Աստծո օրենքի համաձայն անումը պետք չունին նրանք գիտնալու, սպասիր, օրենքի համաձայն ընթացիր, հետո կարաս ասել, որ ինչ պատահեց։ Միթե Բոոզ այդ պատմությունը ուրիշների պատմեց կամ հրուտ, մեկը չի գիտեր, բայց մենք գիտենք, որ Աստծո ներշնչած խոսքը ներառած է այդ մասը։ Այն ադեն Բոոսից եւ հրուտից ցած ուրիշ մեկը չկար։ Բայց Աստված մեզ տված է իր հայտնությամբ այդ մասը։ Անգյազ մարդ էր, ազնիվ մարդ էր, բադվավոր մարդ էր եւ զոհապարական սիրո ճանաչման մարդ էր։ Ինք ճանաչեց այդ զոհապարական սերը, որ հրուտ ցուցաբերեց իր մահացած ամուսնու ընտանիքին Նոեմիի հանդեպ եւ ինք այդպեսի մարդ էր, որ հասկանում էր, որ դու եթե զոհապարական բամը արած ես, այդպեսի անձը գնահատում է, այդպեսի գեցվածքը, այդպեսի բնութագիրը։ Եվ ինք դեսանք, ինք ցանկանում էր, որ հրուտի մակրությունը պաշտպանի, ինչու որովհետև ինչ ասեց ինքը, հիշում եք, այստեղ մնացիր, թող մեկը չգիտնա, մինչև առավոտ այստեղ մնացիր, առավոտուն կգնաս, նրա համար կարևոր էր հրուտի մակրությունը, միայն իր բադիվը չէ, ինք մտածում է միևնույն ադեն հրուտի վրայով ալ, սա կարևոր է, երբ դու աղջիկա մեջ դուրս գնում ես, մի մտածիր, ես հիմա զոր օրինակ Գյումրիում չեմ, Վանաձորում եմ, մեկը չի գիտեր ինձ, բայց աղջիկը Վանաձորից է։ Աղջիկան կտեսնեն, մեկը չի գիտեր քեզ Վանաձորի մեջ, բայց աղջիկան գիտեն։ Եվ ոնց պիտի անես։ Ձնող կլուր չունի, ոչ, է սխալ է, խնդիր կա։ Ինչու դուրս գնացիր աղջիկա, այդ ամուսնությանը, չէ, պարզես լավ ժամանակ ունենալու համար, բայց նպատակը ինչ է։ Խոսանք այս բաների վրայով։ Հետո օրինական պատասխանատվություն ինքը ստանցնեց իր վրա։ Այսինքն իբր դղամարդ մեր օրինական պատասխանատվությունը Աստծո խոսքի համաձայն մեր տան առաջնորդը լինենք հոգևոր, մեր գնոջ եւ զավակներին հայթայթենք նրանց կարիքների համաձայն եւ օրինակ լինենք Քրիստոսավայել։ Մեզ դրված է պատասխանատվություն։ Դղամարդը, որ չի աշխատում, եւ մենք դերեկամի վերջին դասընթացում կտեսնանք երկու Թեսաղոնիկեցիների 3:10 դղակների համար զատ եւ որ դասընթաց կանենք, ձուլ չի կարող լինել եւ դղան պետք է աշխատի։ Երկու Թեսաղոնիկեցիների 3:10 ասում է, եթե մեկը չի ուզում աշխատել, պետք չէ նաեւ ուդելալ։ Ձեզ աշխատում դղամարդ իբրև պետք չէ ուդեսել։ Գարաս այդպես անել։ Օրինական պատասխանատվություն ցուցաբերեց, որովհետև Պողոսը եկավ, ասում է առաջին ամառից 4-րդ գլխի, այդ մարդը գտավ, այդ ավելի մոդիկ ազգականը որ կար, եւ ասեց, ո մարդ, այստեղ նստիր։ Եվ նա դարձավ ու նստեց։ Եվ նրա պատմեց, ինչու, ասում է երկրորդ համարում, որ այն ժամանակ Պողոսը
քաղաքի ծայրերից 10 մարդ վերցրեց եւ ասաց նստեք այստեղ իբր վկա, որ ամեն մարդ գիտնա։ Եվ դրանք նստեցին։ Հետո ասեց որ նա է հրութը գա Էլեմելեքի հարսն էր, բայց նրա որդին մահացավ եւ հիմա իմ պապակը սա է, բայց դու առաջնագար այդ տեղը ունես։ Ուզում ես նրա ամուսնանալ կամ ոչ։ Ստացված կնագունենաս եւ այն այդպիսի բաներ ագար եւ 5-րդ համարում ասում է այն օրը երբ դու Նոյեմի ցերկից արդը ձախու առնես, մահացածի գնոջից Մոաբացի Ռութից էլ պիտի ձախու առնես, որ մահացածի անունը բահես իր ժառանգության մեջ։ Եվ ազգականը ասաց. ես իմ ազգականության իրավունքը չեմ կարող կատարել, գուցեև իմ ժառանգությունն էլ խախտեմ, դու ստանցիր ազգականության իմ ունեցած իրավունքը, քանի որ ես չեմ կարող կատարել։ Okay։ Չուզեց անել։ Եվ այստեղ տեսնում ենք, որ Պողոս ինք պատրաստ էր, որ այդ պատասխանատվությունը գրե եւ կատարե։ Եվ հետո իհարկե ինք լիագադար նվիրվածություն ցուցաբերեց այդ process-ին, այդ գործընթացին եւ երկու օրինաց 25-ից 10 գարակ նշել ծեր մոտ կարևոր համար է, այդ հատվածն է, ումի մասին մի քիչ խոսեցանք, որ օրենքն է, երբ ամուսինը մեռնի գնոջը Իսրայելի մեջ, եթե դակր ունի, դակրը պետք է օրենքի համաձայն ամուսնանա կամ մոդիկ ասկագանը։ Այս բարակային, որովհետև այդ մարդը չուզեց անել այդպես, Պողոսի հերթն էր հիմա, որին կարողանար ամուսնանալ եւ ինք լիագադար նվիրվածություն, այդ բրգակնման նվիրվածություն ցույց, ինչու բրգակնում, որովհետեւ ինք հիմա բրգակնում է Հրութի, որ Հրութ կարողանա բրգակնվել եւ ինք ամուսնանա նրա հետ, որպես ինք այդպես չմնա։ Եվ 7-րդ համարից ասում է Իսրայելում ազգականության իրավունքը գադարելու եւ առուձախի գործերը անելու համար, որպես ամեն բան հաստատվեր, վաղուց ի վեր այսպես էին անում։ Ինչ էր սովորությունը։ Մարդը իր գոշիկը հանում էր եւ դալիս էր ընկերոջը։ Եվ սա վկայություն էր լինում Իսրայելում։ Եվ երբ ազգականը Պողոսին ասաց դու գնիր իմ հողամասը, հանեց իր գոշիկը։ Եվ Պողոս ասաց ծերերին եւ ամբողջ ժողովրդին. դուք այսօր վկա եք, որ ես Էլիմելեքի ամբողջ ունեցվածքը եւ Քելոնի ու Մահալոնի ամբողջ ունեցվածքը ձախու արա Նոյեմիի ցերկից, օրենքի համաձայն, եւ Մահալոնի գնոջը Մոաբացի Ռութին էլ ինձ համար գին արա, որ մահացածի անունը բահեմ իր ժառանգության մեջ եւ մահացածի անունը չվերանա իր եղբայրների միջից ու իր բնակարանի դռնից դուք վկա եք այսօր։ Տեսակ իր լիագադար նվիրվածությունը այդ գործընթացին։ Այդպիսի բնութագրող մարդ էր։ Գես կիսա չտոնեց։ Աղջիկա սիրտը չկոտրեց, չասեց որ չէ, բազանց է, հիմա սիրտ չունեմ։ Խնդիրա, երկար բարակ պատմությունը այս բոլոր օրենքի հարցերը ոչ։ Ինչ որ սկսեց, ամբողջացրեց։ Եվ հանրային պատասխանատվություն ցուցաբերեց։ Հանրային պատասխանատվություն ցուցաբերեց 9-10 ամառներում։ Ասեց նայեցեք ձերերին, ներկաներին, ժողովրդին բոլոր, որ այնտեղ էին։ Դուք տեսակ այսօր ինչ արեցի ես։ Ամեն մարդ գիտի, քախնի բան չկա, երբ հարցը Սուրբ քրային առողջ սիրայետման հետ կապ ունի ազո խոսքի համաձայն։ Ինչ պահում եք քախնի։ Վերջի մարդիկ պիտի գիտնան, չէ՞։ Միթե քողություն անում եք։ Երդասարտուի մծանոթասար նպատակը ամուսնությունն է։ Դիրոջ շնորհով աղոթած ես, աղոթում ես, ինքնինքդ քիչով շատով պատրաստում ես, որ կարողանաս ընտանիք բահել։ Վերջը։ Պետք է բահես։ Չէ։ Ուրախություն է սա։ Մարդիկ որ տեսում են, որ դու մտադրություն ես ամուսնության եւ նա էլ հոգեվոր աղջիկ է, որ նա ինքը փոխադարձում այդ հետաքրությունը, մարդիկ փառավորում են Աստծո։ Ուրախանում են, միասին ուրախանում են։ Եվ ո՞ս ինքը երբ է քախնի չբահեց։ Հանրային պատասխանատվություն ուներ եւ սա գադարեց։ Եվ վերջին սկզբունքը միտքը որ տեսում ենք, ուրիշներին օրհնություն լինող ամուսնության միջոց եղավ։ Ինք ուրիշներին օրհնություն եղավ ամուսնության միջոցով։ 13-ից ասում է Պողոս արավ Ռութին, նա դարձավ նրա կինը եւ նա մտավ գնոջ մոտ, դերը ղիություն շնորհեց նրան եւ նա որդի ծնեց եւ կանայք Նոեմին ասացին. օրհնյալ լինի դերը, որ քեզ առանց մոդիկ ազգականի չթողեց այսօր, որ նրա անունը հիշվի Իսրայելի մեջ։ Եվ սա լինի քո հոգու մխիթարությունը եւ քո ձերության խնամակալությունը, որովհետև քեզ սիրող հարսդ
Նայեցեք ինչ լավ բան է սա։ Քեզ սիրող հարսը, Երանի մենք կարող լինենք, որ մեր հարսերի վրա ասենք մեր մայրերին, որ քո հարսը քեզ սիրում է։ Կամ մեր կիներին ասենք քո աներմայրը քեզ սիրում է, քո գիսուրը քեզ սիրում է։ Քո սիրող հարսը ծնեց նրան, որ 7 որդուց էլ լավ է քեզ համար, տեսնում եք, ինչպես Բոոսի այդ վարկագիծը եւ գործարքը այս բոլոր բարակայում օրտնություն եղավ, իհարկե Նոյեմի, Հրութի եւ վերջը ամբողջացնելով մենք գիտենք, որ Բոոս ինք ումի սերունդի մեծ հայրն էր, որտեղ ասում է Ազո խոսքը 21 համարում Սամոնը ծնեց Բոոսին, Բոոսը ծնեց Օբեդին, Օբեդ ծնեց Հեսեին եւ Հեսե ծնեց ումին, Դավիթ թագավորին։ Եվ մենք գիտենք, որ Դավիթ թագավորից ով է գացել հետո Հիսուս Քրիստոս։ Մեսիական բամություն է սա։ Աստվածաշնչյան ամուսնության մասին չէ սա միայն։ Նախ եւ առաջ մեսիական բամություն է, Հրութը նրա համար դրված է առաջին թագավորների գրքի առաջ։ Ինչու որ պատրաստում է մեզ, որ այդ թագավոր որ գալիս է Դավիթը, ինք ճշմարիտ թագավորն է, պատրաստ եղեք, ումի մասին ենք խոսում։ Ուրեմն, այս բաները ասելով, եղբայրները քույրեր ջան, ուզում ենք անգամ եւս Ազո շնորհով Ազո խոսքի միջոցով մենք մեզ հիշեցնել, որ եթե մենք հետաբնթում ենք ամուսնության այդ քաղաքարը այդ հասկացողությամբ, որ մենք ցանկանում ենք Քրիստոսավայել Աստվածահաճո բնութագիր ունենանք, իբր տղամարդ Բոոսը այստեղ օրինակ է, իբր աղջիկ Հրութը օրինակ է, եւ նրանց օրինագից այս բաները սովորում ենք եւ ելի ուրիշ բաներ ալգան, որ գարանք սովորել նրանցից։ Գարտացեք Հրութի գիրքը այդ դիդանգյունից եւ գարակ տեսնալ, որ ոնց ես կարամ Աստվածահաճո կերպով իմ անձս պատրաստել ամուսնության համար։ Հրութը օրինակ է, Բոոսն էլ օրինակ է։ Տերը դա որ նրանց օրինակին հետևենք նրա բարքի համար աղոթենք։ Սիրելի հայր, շնորհակալ ենք անգամ եւս քո խոսքի համար, որ շատ հստակ է, շատ պարզ է եւ շնորհակալ ենք այս օրինակներին համար, որ ունենք Հրութի գրքում, ով դեր օգնիր, որ դղա մարդիկս Բոոսի նման լինենք եւ մեր աղջիկները Հրութի նման լինեն, Աստվածահաճո լինենք, բոլորս էլ, որ կարողանանք օրհնություն լինել մեր ամուսնությամբ բոլորի, ինչպես որ Բոոսը եւ Հրութը եղան քո շնորհիվ։ Շնորհակալ ենք այս օրինակի համար, թող քո անունդ փառավորվի Հիսուսի անունով, ամեն։